ուզում եմ ազգային DNK-ից խոսել, հայերեն դրան DNT են ասում, ինչ-որ նուկլեինային թեթուներ և այլն, դա բարդ բան է, չենք մանրանա դրա մեջ, ուղղակի ասեմ, որ դա ինչ-որ մոլեկուլ է, որը պահպանում է և սերնդից սերունդ փոխանցում է հսկայական ինֆորմացիա, դրանով մեզ փոխանցվում են ինչ-որ հմտություններ, տաղանդներ, անտաղանդություններ, բնավորության գծեր, հիվանդություններ և այդ DNK-ի խախտումը հնարավոր է ինչ-որ միջամտությամբ, քիմիական կամ կենսաքիմիական, հնարավոր է մարդու DNK-ն խախտել։ Այդ դեպքում մարդուն սպառնում է ինչ, սպառնում են անհայտ հիվանդություններ, գժություն հնարավոր է, բայց ամենակարևորը, եթե ասենք Սիմոնի DNK-ի վրա մեկը փորձ անի և փոխի նրա DNK-ն, ինչ-որ միջամտի, այդ Սիմոնը արդեն Սիմոն չի մնա, ինքը կդառնա Պետրոս, բայց շատ կասկածելի Պետրոս։ Այսինքն ոչնչացնում է մարդուն, կտրում է կապի իր անցյալի, իր այդ գենոֆոնդ կոչվածի հետ։ Հիմա նույն բանը կարելի ազգերն ունեն իրենց DNK-ն, որը սերնդեսերունդ փոխանցում է և ազգերը շատ տարբերվում են իրենց DNK-ով մեկը մյուսից, օրինակ հրեաների մոտ տաղանդները զարմանալիորեն շատ են, հատկապես կատարողական արվեստներում, գիտության մեջ, կերպարվեստում թույլ են հրեաները, դա էլ է նրանց DNK-ից բխում, որովհետև հուդայականությունը այնքան չէր ողջունում կերպարվեստը։ Կերպարվեստը շատ ցայտուն զգացվում է հոլանդացիների, ֆրանսիացիների մոտ, իտալացիների։ Ինչևէ, հիմա հայ ժողովրդի այս բազմահազար պատմության մեջ հայտնվել է մեկը, որը փորձում է խախտել կամ փոխել ազգային DNK-ն, դա ժողովարդչապետ Փաշինյան Նիկոլն է։ Մենակ ինչ է ասում ինքը ասում է և պարտադրում է, որ Ղարաբաղը մերը չէ ու մերն է չի եղել, դե մենք սխալվել ենք, հազարավոր տարիներ մենք սխալվել ենք, հիմա բոլորս պիտի հասկանանք, որ դա մերը չէ։ Արարատը մերը չէ ու չի եղել, իրական Հայաստանում պիտի ապրենք։ Հիմա լավ 150 թվից, եթե հաշվենք 20 թվի պատերազմը, 150,000 Ղարաբաղցի է հայրենազրկվել։ Ես չեմ հասկանում։ Եվ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղցիք են սխալվել, Ղարաբաղ իրանցի չի եղել, թե ոնց են իրանք դեղ հայտնվել, դա էլ այդ հարցին չի ուզում պատասխանել կամ պատասխան չունի։ Լավ, բա ասենք գեներալ Վիտոյի պապերը, գեներալ Վիտոյի պապերը, նրա պապերը, լավ, նրանք էլ են սխալվել։ Ախր այդ մարդիկ ծնվել են այդ հողում, ապրել են, արարել են, փոխանցել են իրենց հող ու ջուրը իրենց թոռներին, այդ թոռները թոռների թոռներին, վերջը հայտնվել է այդ ամեն ինչը հասել է Վիտոյին, Օգանեսկուն է հասել, գեներալ Արշոյին է հասել։ Հիմա Փաշինյանն ասում է, թե ախպեր ջան, դրա ասածը որն է, որ նրանք էլ են սխալվել, հա, այսինքն Վիտոյի, Օգանոսկու, Արշոյի պապերն էլ են սխալվել, որ Ղարաբաղը իրանցի չէ, բայց թե իրանք ինչ-ինչ պատճառներով դեղ են ապրել։ Սա ինչ է, եթե ոչ DNK-ի խախտում, միջամտություն ազգային DNK-ն փոխելու համար։ Սա հենց դա է։ Եվ սա այն արհավիրքն է, որը հայ ժողովրդի գլխին ոչ մի թշնամի չի բերել, ոչ Թայլատը, ոչ Ջեմալ-Մեմալները, ոչ ոք չի արել այն, ինչ անում է Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի հետ։ Նա խախտում է, միջամտում է ազգային DNK-ին, այսինքն վերացնում է ազգը։ Եվ եթե նրա օպերացիան հաջողությամբ պսակվեց,
Նշանակում է հայրելի կմնան, կապրեն, բայց դա արդեն հայ չի լինի։ Դա կդառնա եսի մի զիբիլ, հնարավոր ավելի որակով ապրանք դառնա հայ, բայց ես կասկածում եմ, որովհետև DNK-ի հետ խաղեր տալը ոչ ոքի վրա չի կարող էժան նստել։ Դուք տեսեք սա ինչ է անում, սա ասում է, որ անձամբ ինքը չէ, բայց նրա շրջապատում, նրա խոսնակները, ասենք օրինակ աշխարհահռչակ դերասան Յոժեն Սարսավը, ինչ է ասում է, ոչ երեղեն օրը, որ ռուսները ոտ դրեցին մեր տարածաշրջան։ Աբովյանը դրա ճիշտ հակառակն էր ասում, որովհետև Աբովյանը հայ էր։ Աբովյանը ասում էր օրնվեն սա։ Ինչ է ասում է, մենք երջանիկ ապրում էինք թուրքերի հետ, հոյակապ լավ էինք մեզ զգում, պարսիկների հետ էինք լավ ապրում, ռուսները խի եկան, մեզ այս կրակը գցին, թուրքերը ռուսների պատճառով ստեցին մեզ կոտորել։ Հիմա սրանք այս նարատիվն են առաջ տանում։ Փաշինյանն էլ անձամբ բազմիցս ասել է, որ այդ բախի ցեղասպանությունից սկսեցին խոսել 50-ականներին, առաջ չէին խոսում բախին հենց, որ ռուսները էլի հեռանան, մեր բնական դաշնակիցները մեր հարևաններն են, ռուսները ստեղ եկվոր են, ռուսները ստեղ օտար են, չուժոր են, հա, մեր թիվ մեկ աղբերները պետք է թուրքերը լինեն, ադրբեջանցիները, սա խայտառակ միջամտություն է, ազգային, DNK-ին, հայրենով ասենք DNT-ին, սա կայլասերի ողջ ազգը, կփչացնի ողջ ազգը, հայերին կդարձնի ոչ ոք չի իմանում ինչ։ Այսինքն Փաշինյան Նիկոլի Արազը դա այն է իր վտանգավորության աստիճանը, որ ոչ մի հայ ժողովրդի թշնամի Թայլատից մինչև առաջի Սելջուկ սուլթանը չի բերել հայ ժողովրդի գլխին։ Դրանցից ոչ մեկը չի փորձել խախտել ազգային DNK-ն, պղծել հայ ինքնությունը, եկեղեցին վերացնելով, ինչը սա է անում խեղաթյուրել պատմագրությունը, պատմական մտածողությունը եւ վերջապես հանրային գիտակցությունը։ Դա անում է ժողովարդապետ Փաշինյան Նիկոլա։ Եվ ինչ է ստանում ի պատասխան։ Ոչ մի բան։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ես առաջ շատ էի հարգում Ղարաբաղի գեներալներին, դրանցից ոմանց հետ մտերմություն ունեցել եմ։ Ինձ հետաքրքիր է, Վիտոն 67 տարեկան մարդ է։ 59 թվին է ծնվել։ Էլ կորցնելու բան չունի, ինչ ունի կորցրել է։ Ամենակարևորը ինքը հայրենասեր Ղարաբաղցի էր, դա գոնե ես դա իմ աչքով եմ տեսել։ Օրինակ խիտ մի օր չի ասում, թե ի պատասխան Փաշինյան Նիկոլի, որն ասում է, թե Ղարաբաղի հարցը փակ է, ով որ կարծում է հակառակը իմ հետ եւ հայ ժողովրդի հետ խնդրեմ կունենա։ Հայ ժողովրդին է տղա է բերում, էլի։ Խիտ չի ասում, թե պարոն ժողովրդապետ, Ղարաբաղի հարցը փակ չէ, ես եք հո այդ խնդրեմ կունենամ, հələ արի մի հատ նայ տենակետ ինչ խնդրեմ դու իմ գլխին պետք է բերես։ Սրանից բետար էլ ինչ պետք է դու ինձ հետ անես։ Լուր նսա լռում է։ Այն մյուսը Օգանովսկին, ծպտուն չի հանում։ Բա մեկը դրանցից չասի, թե մենք հայ գեներալներ ենք, Ղարաբաղցի ենք, ոնց թե Ղարաբաղը մերը չի եղել, բա մեր պապերն իր գործում էին դեղ լավ։ Մեր պապերը մեզ այսքան ունեցվածք են թողել։ Բա մեր պապերն իր գործում էին դեղ։ Բա մեր պապերի իր գործում էին դեղ, որ դա մերը չի եղել, մենք սխալվել ենք։ Բայց չասեն, դա դու ես սխալվում, դու այնքան ես գրանդ լափել, քո Բարսեղյան Լևոններով, Յոհաննիսյաններով, հա, որ ախորյան, դու կամավոր դրել քո DNK-ն խախտել ես, դու էլ ոչ հայ ես, ոչ մարդ ես, դու չունես սեր, ինչպես բոլոր գրանտակերները, դու չունես բարոյականություն, ինչպես բոլոր գրանտակերները, դու չունես ոչ մի բան։ Մեր հետ ինչ ես ընկել մեր ջանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չենք տեսնում, բայց ես անձամբ կարծում եմ, որ հələ մենք Ղարաբաղցի չենք, մենք բոլորս հայ ենք, մենք անձամբ չենք տուժել, լավ բա տուժած Ղարաբաղցիները, նրանց հետաքրքիր չէ ժողովարդապետի օպերացիան DNK-ի փոփոխության։
Կամ ինչ տարբերություն Հայաստանցի Ղարաբաղցի, ենթադրենք այս փորձանքի ինքը բերի Շիրակի մարզի գլխին։ Ասեր դե ախպեր ջան, դե մի Ալմատայի դեկլարացիայից առաջ Ալեքսանդրապոլի պայմանագիր ա եղել, համաձայն որի Լեռնականն ու Շիրակը հիմնականում բան թուրքերին ա եղել, դե մենք պիտի միջազգային իրավունքը հարգենք, չէ՞։ Այդ դեպքում ինչ էլի մենք պիտի նստեինք, ասեինք, թե հա, Շիրակի հարցը փակված է։ Ինչ կարևոր է Ղարաբաղն ա թույլ տվել, Շիրակը, Սյունիքը, թե Երևանը ինչ տարբերություն։ Ալմատայի դեկլարացիան, որի մասին մենակ ինքն ա հիշում, մենակ ինքն ա խոսում։ Ես դրա մասին, դրա գոյության մասին մոռացել էի։ Ես որ ֆենոմենալ հիշողություն ունեմ։ Ինքը ինձ հիշեցրեց, որ տենց մի հատ ապուշ առ ոչինչ փաստաթուղթ ա ստորագրվել դեկտեմբերի վերջին 91 թվականի, որը Հայաստանը վավերացրել է 17 թե 18 վերապահումներով։ Այսինքն, ես ուզում եմ զգուշացնել ինձ լսողներին, որ Փաշինյան Նիկոլը ձեր գլխին ամենավատ բանն ա բերում, ամենավատ բանն ա անում, նախ խախտում ա ձեր ԴՆԿ-ն, որից հետո դուք արդեն լավա չապրեք։ Մի հատ բժիշկի կամ մի հատ քիմիկոսի կամ ինքներդ փորձեք ինտերնետում մի բան կարդալ, թե ինչ ա նշանակում մարդու ԴՆԿ-ն խախտել։ Հերն անիծում ա այդ մարդու։ Դու եթե շատ ծանր է չհիվանդանա, հոգեկան խանգարումներ չստանա, այդ մարդը առնվազն չի լինի առաջվանը։ Այսինքն Սիմոնը կդառնա Պետրոս։ Ինքը առաջվանը չի լինի։ Հիմա ժողովրդապետը դայանը։ Լավ, հիմա ոնց փրկվես սրանից։ Դե ընդդիմություն կա, թող դա նրա գործն է։ Ես ինքս քաղաքական միավոր չեմ, ուսակցություն չունեմ, ռեսուրս չունեմ, որ այդ բանով զբաղվեմ, թող նրանք զբաղվեն։ Նրանք ոնց են զբաղվում։ Ուրեմն երեք մի ընկերոջ հետ վիճում էի, թե ավելի ճիշտ դիսկուսիա էինք ծավալում։ Ինքը ասում է եւ ճիշտ բան ասում, որ Նիկոլը կհեռանա միայն այն դեպքում, երբ պարտվի նրա վերադասը։ Ճիշտ է ասում։ Իրոք, եթե Նիկոլի վերադասը պարտվեց, ուրեմն Նիկոլը կմնա եթիմ, իսկ եթիմների հարցը լուծելը հեշտ է։ Ծառուկյան իր վարորդին կուղարկի, կգնա Նիկոլին աշխատասենյակից դուրս կհրավիրի, եթե չհամաձայնես, պատուհանից դուրս կթափվի։ Բայց լավ, ինչ ասել է Նիկոլի վերադասի, այսինքն անգլոսաքսերի պարտություն։ Ես մի օրինակ բերեմ, ավելի ճիշտ ասեմ, հետո նոր օրինակը բերեմ, ցայտուն օրինակ։ Անգլոսաքսերը դրանք աշխարհի միակ ցեղատեսակն են։ Նախ դրանք գերազանցում են բոլորին իրենց ստորությամբ, իրենց լկտիությամբ, իրենց էգոիզմով, էգոցենտրիզմով, բայց դրանք միակն են, որոնք պարտվել չեն կարող։ Այսինքն չեն ընդունում պարտությունը։ Օրինակ Նապոլեոնի նման հանճարը ընդունեց իր պարտությունը։ Անգամ Սուրբ Հեղինեի կղզում նրա մոտ գնում էին, ասում էին Շեվ ջանարի փախցնենք քեզ գասելի իշխանություն վերցնենք Ֆրանսիան պաշտումակի մարդն ասում էր ոչ, իմ կինոն վերջացավ։ Ես պարտվել եմ։ Ես անգլիական ստորության զոհն եմ։ Գերմանացիք կարող են պարտվել եւ պարտություն ընդունել ճապոնացի, սրանք չէ։ Օրինակ ֆուտբոլային խուլիգանությունը։ Դա զուտ անգլիական նվերա աշխարհին։ Անգլիացիք անգամ ֆուտբոլ պարտվել չեն կարող։ Պարտվեցին, փոխանակասն դե հա դիմացին հակառակորդն ուժեղ է, բան պարտվեցին, քմի ինչ անենք, այ քեզ բան։ Պելենա պարտվել։ Չէ, իրանք անպայման դե խուլիգանություն անեն, չհամակերպեն պարտության հետ, ինչ որ ստորություն, ինչ որ սրբապղծություն անեն։ Եվ այդ վարակը տարածեցին աշխարհի շատ երկրներում, եւ շատ եվրոպական ազգեր, լատինաամերիկյան ազգեր վարակվեցին այդ ֆուտբոլային խուլիգանությամբ։ Այսինքն անգլոսաքսերը չեն պարտվում։ Չպարտվում են, բայց չեն ընդունում պարտությունը։ Նրանց պարտության մատնեցիր, դռնից ռադարեցիր, նրանք ֆորտուշից ներս կգան։ Ֆորտուշից ռադարեցիր, կգնան պատուհանից, պատուհանից ռադարեցիր, կգնան պատվալում ինչ-որ ծակ կփորեն ներս կգան։ Հիմա տեսեք, կարծիք կա շատ մտածող հայերի մոտ, որ եթե ամերիկացիք վերջնական պարտվեն Ուկրաինայում եւ Իրանում,
Հայաստանի ձյան կտան։ Ես չեմ կարող նման բան այդ համաձայնել։ Դրանք անպայման ռևանշի կգնան։ Օրինակ տեսեք Մադուրոին ինքը երբեք չէր կպնի, եթե Ուկրաինայի պարտությունը չլիներ։ Ինքը իրան ռևանշ փորձեց, ասես, եւ այդ Մադուրոյի այդ գողությունը Իրան ինչ տվեց, Թրամփին ինչ տվեց։ Նախ Չինաստանի քիթը տրորեց նավթի պահով, դե Ռուսաստանը նավթից կախված չէ, Ռուսաստանն է բարոյական վնաս հասցրեց, որ Պուտինի ընկերոջը դաշնակցին, ինքը մեր շոկի մեջ լակոտի պես տարավ։ Հետո ասես մի հատ ռևանշը ռուսների գլխին բերեն բանում, Իրանում։ Բայց դե վստահ ես այդ Palantir ընկերությանը, որը ռազմական եւ հատուկ ծառայությունների համար աշխատող արհեստական բանականության կորպորացիա է, այնտեղ քաշվեց, որովհետև այնքան է լավ չէր հաշվի այդ Palantir-ը, ինչև է, բայց չի ընդունում, որ պարտվել այնտեղ։ Արդեն 37 անգամ հայտարարել է Իրանի հանդեպ հաղթանակի մասին, 37 անգամ։ 40 անգամ պարտվում է Իրանին, 37 անգամ չի կարող պատերազմը շարունակել, չունի հրթիռների արսենալը արդեն քանվել է դրա, հոպի խայտարակ դեֆիցիտ ունի, հոպ հակահրթիռների, չէ ինքը բան անի։ Հիմա, եթե ինչն է խանգարում Թրամփին, ընդհանրապես անգլոսաքսերին, փորձել Հայաստանի հերն անիծելով, ինչ-որ ռուսներին մի քիչ քիթը տրորել։ Ինքը Հայաստանում արդեն լուրջ ռազմական ներկայություն ունի։ Նախ հələ Քոչարյանի ժամանակներից 900 հատիկ ծովային հետևակ ունի, որը դա ամերիկյան բանակի էլիտան է։ 900 հոգի, դա արդեն լուրջ միավոր է ռազմական։ Պլյուս են Սպեցնազը ՑՌՈ-ի այլ ծառայությունների, որը այսօր վխտում է եւ Սյունիքում, եւ Երևանում, եւ Հայաստանում մեկ էս ինդուսները պակիստանցիք, որ պիցցա են բաժանում մեզ։ Երբեմն ուշադրություն դարձրեք այդ պակիստանցիներից կամ ինդուսներից շատերի մարմնական վիճակին։ Դրանց մեջ ատլետ տղեկ են պատահում, փայլուն անգլերեն խոսող, դրանք այնքան է պիցցա բաժանող չեն։ Դա վիճ գործում է, ես տղա եմ տեսել պակիստանցի, որը մի հատ Յուրի Վարդանյան իր կոմպլեքսիայով, իր կոնստիտուցիայով մարմնի։ Մի հատ Յուրի Վարդանյան, լավ է անգլերեն է խոսում, բայց պիցցա է բաժանում, խեղճ ու կրակսնես։ Ուշադրություն դարձրեք, դրանց մեջ շատ մեծ հետարքի դեպքեր կտեսնեք։ Այսինքն ինքը արդեն ունի լուրջ ռազմական ներկայություն այս երկրում եւ ունի նաեւ լուրջ ներկայություն հատուկ ծառայությունների գծով, այդ սպեցնաց կոչվածի գծով։ Ինչ է խանգարում, վաղը դա կրկնապատկի այդ գլխականակը, բերի ռելսերը բերի ու ասել ախպեր, ես թրիպ եմ կառուցում։ Հա, թրիպ եմ կառուցում։ Ինչն է խանգարում նրան Իրանի դեմ պատերազմը ինքը տեղափոխի Հայաստան, այսինքն Հայաստանի տարածքից անեն, ինչ մանումը Պարսից ծոցի երկրներից, որոնց հերն անիծվեց, 6 երկիր, Իրանը լուրջ պատժ է, Դուբայը երբեք առաջվա Դուբայը չի դառնա, Կատարի հերն անիծել, մենակ Կատարի այդ աշխարհի ամենամեծ հեղուկ գազի գործարանը, որ վերացրեց Իրանը, դա պահանջում է 5 տարի աշխատանք, $20 միլիարդ ներդրում։ Սաուդյան Արաբիայի հերն է անիծվել, Բահրեյնի մասին խոսք չկա, ընդ որում պարսիկներն ասում են, որ Բահրեյնի հերը մենք կանեցենք, ուղղակի ցամաքային օպերացիա կսկսենք, Բահրեյնը կօկուպացնենք, դինաստիա կփոխենք։ Դե Բահրեյնի մեծամասնությունը շիա մուսուլմանն է, բայց այդտեղ իշխող դինաստիան սունի է, փոքրամասնությունն է։ Ինչն է խանգարում Իրանին չգնա դինաստիա փոխին դեր եւ այդ երկին Իրանով անի։ Ամերիկյան ծովային ուժերն էլ իրենց ուրիշ շտաբ մանգան։ Շտաբի համար ուրիշ տեղ մանգան։ Հիմա ոչ մի բանը չի խանգարի Ամերիկայում Հայաստանի գլխին բերել ամեն ինչ։ Օրինակ շատ արագ տեմպերով սկսում է այդ թրիպի շինարարությունը, այդ իր մասնավոր բանակը բերում է Իրանի քթի տակ
սկսում է Իրանի ներվերի հետ խաղալ կամ լակոտություն կամ դիվերսիանել Հայաստանի տարածքից, ինչ կլինի այդ դեպքում Հայաստանի վիճակը, պարտված Ամերիկյան Միացյալ Նահանգները, պարտվել է Ուկրաինայում, շուտով ուկրաինացիները ֆիզիկապես կվերջանան, դե ամեն ինչն է վերջանում, չէ, 2 միլիոն սպանել են արդեն, մի այդքան եք սպանեն, կամ ավելի քիչ, կամ ավելի շատ, այդ ազգի տապանակարը պատրաստ կլինի։ Մեկ կգան Հայաստանում կշարունակեն, այդ մարդիկ պարտվել չգիտեն, այդքան մեծահոգություն, այդքան ներքին կուլտուրա չունեն նրանք, որ ասեն ախպեր պարտվանք պրսանք, ֆրանսիացու պես չունեն, իտալացու պես, որ Նապոլեոնը օրինակը ձեզ բերեցի։ Հայաստանը սրանք կվերածեն մրզավանջի թատրոնի ցանկության դեպքում։ Այդ պարտված Միացյալ Նահանգները։ Ես չեմ ասում, թե հաջողությամբ կպսակվի, թրիպը կաշխատի, Թուրան կդառնա, Ռուսաստան, Չինաստան, Պարսկաստան, իհարկե այդ ամեն ինչը տեղի չի ունենա։ Բայց դա անելու փորձերը ինչի կհանգեցնեն մեզ։ Ինչ աղետ կդառնան մեզ համար։ Թրիպը չի կայանա, միանշանակ, չի գործի երբեք, բայց թրիպի շինարարությունը, այդ պրոյեկտի ռեալիզացիայի պրոցեսը ինչ կբերի հայ ժողովրդի գլխին։ Լավ, եթե սրանք վաղ երկու ոտքը մի կոշիկ դնեն ու ասեն, ախպեր ջան, Պարսից ծոցի չկարացանք հնդիկների գլուխի ջարդել, Ադրբեջանի խաթրին չեն կպնում, պետք չի, դա մեր արյունակից դաշնակիցն է, ինչպես եւ թուրքերը։ Մենք պիտի Հայաստանի տարածքից Իրաներին անեցենք։ Քանի հայ կմնա դրանից հետո Սյունիքում։ Ով կգա կբնակվի հայրից հետո այդ տարածքում։ Ալմատայի դեկլարացիայով Հայաստանի ինքնիշխանությունը կպահպանվի Սյունիքի հանդեպ։ Բայց հայ չի մնան դեռ։ Դե ֆակտո Սյունիք գոյություն չի ունենա հայերի համար։ Փաշինյան Նիկոլն ասել թե ախպեր ջան, Սյունիքը մերն է, ոնց որ մի Արցախաշենն է ասում մերն է, չէ՞։ Հələ Արցախաշենն, թող մի հատ հայ մոտենա ոտքը դնի Արցախաշեն։ Ալմատայի դեկլարացիան ասում է մերն է, Փաշինյան Նիկոլն էլ է ասում մերն է։ Վաղը մենք հակադագրին սրանք Սյունիքը կարժանացնեն։ Այսինքն հույս դնել են բանի վրա, այն տրամաբանական եզրահանգման վրա, որ եթե Ամերիկան պարտվի, ինքը խելոք սուսիկ փուսիկ կհեռանա, կատեգորիկ չի կարելի, որովհետեւ դա ճիշտ կլիներ եւ կգործեր Ֆրանսիայի պարտության դեպքում, Իտալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ռուսաստանի, բայց ոչ անգլոսաքսերի։ Ես շատ չի զուգահեռ անցկացրի ֆուտբոլային խուլիգանության հետ։ Մենակ անգլոսաքսը կարող էր ֆուտբոլային խուլիգանությունը որպես երևույթ ծնել։ Նրանց գենետիկ տականքությունը կարող էր դա ծնել։ Արա պարտվել ես վերնգի գնատում, մեծահոգի եղի, շնորհավորի հաղթողին, քեզ հաղթել են, որովհետև քեզնից ուժեղ են, վաղը դու ավելի ուժեղ դարձի, դու նորից հաղթի, չէ, իրանք պիտի գան պեղսեն հաղթանակներ, պիտի խանութներ վառեն, մարդ ծեծեն, եւ այդ իրենց լկտիության պատճառով դրանց ֆուտբոլը պատժվեց, չէ, 80-ականներին։ Ես եմ անձամբ հիշում այդ 80-ականների սկիզբները, Թոտենհեմի խաղի ժամանակ մեկը հելավ դիմասի տրիբունայում մարդ սպանեց։ Խաղի ժամանակ, խաղը պարտվում էին։ Քանի հոգի գնդակարեց, չեմ հիշում հիմա։ Մի 7-8 հոգի մարդ սպանեց։ Բարեշիկներից մեկը հելավ դիմասի տրիբունայում մարդ սպանեց։ Անգլիական ակումբները ռադարեցին UEFA-ից։ Քանի տարի դրանց UEFA չէին թողնում։ Սրանք էդ են։ Եվ հույս դնել են բանի վրա, որ մոտ ապագայում մի ամսից թե մինչև տարվա Ուկրաինան վերջնականապես կպարտվի, ռուսները կհասնեն լեական սահման եւ ամերիկացիք սուսիկ փուսիկ կհեռանան այս տարածքից, դա առնվազն միամտություն է։ Դա առնվազն այն է, որ դու ամերիկացուն դիտարկում ես որպես նորմալ ասենք լավ գոնե որպես ֆրանսիացի, ոչ։ Ամերիկյան իստեբլիշմենտի քաղաքական էլիտայի, որի կորիզը նեոկոններն են, նեոկոնսերվատորները, որոնք իբր Թրամփին թշնամի են։ Հետևյալն է, եթե աշխարհի հեգեմոնը մենք չենք, այդ աշխարհը մեզ պետք չէ։ Մեզ պետք չէ այդ աշխարհը։ Ուրեմն մենք այդ աշխարհը կվերածենք մի հատ
մղձավանջի, մի դժոխք կդարձնենք, դժոխքի կվերածենք այդ աշխարհը, քաոս կստեղծենք ամենուր։ Եվ Ռուսաստանն էլ է շատ վտանգված, օրինակ ինչ նախանգարում դրանց, ասենք բանդերական են հրամայել, ասենք մի հատ միջուկային դիվերսիա Ռուսաստանում, ասենք մի հատ ատոմակայանի վերացում։ Ես ասեմ, որ ատոմակայան վերացնելը շատ հեշտ է, հեշտ պետք է ռեակտորին կպնել։ Պետք է ընդամենը շարքից հանել այդ ջրի համակարգը, որը հովացնում է, որը սառեցնում է ռեակտորները։ Այդ հովացման թե սառեցման է կոչվում, չգիտեմ։ Այդ համակարգը շարքի դուրս եկավ, ատոմակայանը չկա։ Նախագահության խորհրդական ուներ Սոսկին, դիքն է խորհուրդ տալի Զելենսկուն, դե ասում է իդիոտ է Զելենսկին ասում է Пусть Путин жарится на сковороде։ Մի հատ գրադիլնա վերացել է այդ ջրային համակարգը։ Ու թող Պուտինը գնա դեղ տապալվի։ Իսկ դա կբերի մի հատ տիեզերական աղետի Ռուսաստանում։ Ռուսաստան ինչ պետք է անի, արդեն միջուկային հարվածով պետք է պատժի դրանց։ Ասե Ռուսաստանը կվերացնի Ռովնո քաղաքի ատոմակայանը։ Հերը կանիսվի եւ Ուկրաինայի, եւ իհարկե Ռուսաստանը, եւ Լեհաստան, եւ այդ մերձավոր Ամերիկացու տանձին է դա։ Իրանք ինչքան են հեռու Լեհաստանից։ Ուկրաինայի հետ Ռուսաստանից։ Այսինքն ոչ ոք թող չմտածի, որ Ռուսաստանի համար էլ է այդ հաղթանակի էժան կնստի Ռուսաստանի վրա, ոչ։ Անգլոսաքսերը ամեն ինչ փչացնելու համար, բոլորի հեն անիծելու համար ունեն բոլոր լծակները, բոլոր ռեսուրսները։ Բանդերականների ձեռով դրանք կարող են Ռուսաստանին այն վնասը տալ, որ Ռուսաստանը տասնյակ տարիներ չապաքինվի։ Ճիշտ է, Ռուսաստանը բանդերական չի թողնի այդ դեպքում, բետարնը հետը կվերացնի։ Բայց թե հետը Այսինքն ժողովուրդ ջան, այդ է Միացյալ Նահանգները, այդ են անգլոսաքսերը։ Նրանք պարտվել չեն կարող։ Նրանց շատ հաղթողներ, հետո փոշմանել են, որ հաղթել ենք սրանց։ Լուչի չհաղթեինք։ Սրանք էդ են։ Ինչևէ, եւ դրա համար գոնե Հայաստանի փրկությունը ո՞րն է, որ Հայաստանը սրանք չվերածեն մի քաոսի, մի դիեզերական մղձավանջի, մի դժոխքի չվերածեն։ Միակ փրկությունը դրանց իշխանության հեռացումն է Հայաստանից։ Նոր իշխանությունը կասի ախպեր ջան, կներես, պարոն Թրամփ ջան, կնգատ ցավն է տանեմ, կնգատ որպես պոռնո աստղ գնահատում ենք, բայց թրիպը չենք ուզում ցավը տանեմ։ Չենք թողնի։ Կամ կթողնենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն, ռուսական Facebook-ի վերահսկողության տակ։ Հա, թող նախկին կոմունիկացիաները բացվեն, որոնք գոյություն ունեն սովետական միության ժամանակ։ Թող հաց ու կալբասը, ձեր եղու բրինձը թող գնա Նախիջևանից Ադրբեջան, Ադրբեջանից Նախիջևան, անխոչնդոտ թող գնա գա։ Այլապես չենք թողնում։ Մեր գնացներն է Իջևանով գնա Ռուսաստան գան, մեր բեռները, մեր ուղևորները։ Այսինքն նորից եմ կրկնում, հույս դնել, որ ամերիկացիների գլուխը կջարդեն Ուկրաինայում, ամերիկացիների գլուխը կջարդեն Իրանում, ուղղակի միամտություն է։ Դա կաշխատեր նորմալ ազգերի դեպքում, անգլոսաքսերը նորմալ չեն։ Դա այդ քաղաքականությունը դա սատանա է, որը Աստված ստեղծել է ոչ մարդկության դեմ։ Ինչևէ, առայժմ այսքանը, վաղը կհանդիպենք, բաժանորդագրվեք իմ ալիքներին YouTube-ում և Telegram-ում, կոմենտներ գրեք, եթե դժվար չէ լայքերը դրեք, ինչ ասեմ։ Լավ եղեք, կհանդիպենք շատ շուտով։